Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է գրավել հեռուստադիտողներին անվերջ հետաքրքիր շրջադարձերով, հուզիչ դրվագներով և նոր կերպարների մուտքով։ Դիանա Գրիգորյանի ստեղծած դրամատիկ աշխարհում լարվածությունը ոչ մի պահ չի թուլանում, և հեռուստադիտողները սերիայի յուրաքանչյուր նոր դրվագի սպասում են մեծ հետաքրքրությամբ։ Նկարահանումները շարունակվում են, իսկ ամենահետաքրքիր զարգացումները նոր են սկսվում։ Մի քանի ժամից կբացահայտվի այն մեծ գաղտնիքը, որ պահում է Հենրիի կենսաբանական մայրը։ Նրա այցը Աննայի մոտ պատահական չէ, և նրա բերած լուրը կարող է կտրուկ փոխել ոչ միայն Աննայի, այլև ողջ Շախունցների ընտանիքի ճակատագրերը։ Ինչու է նա եկել հենց հիմա, ինչ է ուզում պատմել Աննային, և ամենակարևորը, ինչ է բերում իր հետ անցյալից։ Մյուս կողմից սերիալի գլխավոր սիրային գիծը վերադառնում է իր բնական հունին։ Անգելինան ու Հենրին վերջապես հաշտվում են միմյանց հետ, հաղթահարում ամեն թյուրիմացություն ու սրտի խորքում կրած ցավերը։ Անգելինան բացահայտորեն ասում է բոլորին, որ սիրում է Հենրիին, և ոչ մի արգելք, ոչ մի արտաքին միջամտություն չի կարող բաժանել նրանց։ Գոռի ներկայությունը նրանց կողքին, սակայն, սկսելու է կասկածներ հարուցել։ Նրա կերպարը պարզապես դիպուկ հավելում չէ, նա սերիալում ունի հատուկ դերակատարություն։ Բայց նա այստեղ չէ Անգելինայի սիրո համար պայքարելու, այլ իր կյանքի նոր պատմության համար։ Քանի որ Գոռը անընդհատ չի կարող վազել Անգելինայի հետևից, բնականաբար նրան նոր սիրային գիծ է անհրաժեշտ։ Դիանա Գրիգորյանը նրան հեռուստասերիալում ձեռնունայն չի թողի, և լինելով հայտնի ու սիրված բժիշկ, չի կարող անընդհատ ինչ-որ մեկի հետևից վազել։ Իրականում Գոռն ու Սեմի քույրը Մերին դառնալու են սերիալի նոր սիրային զույգը։ Նրանք բնականաբար անցնելու են տարբեր դժվարությունների միջով, բայց հենց այդ փորձություններն են նրանց կապն ամրապնդելու։ Նրանց սիրո գիծը դառնալու է մի նոր հուզիչ թեմա, որը խորություն է հաղորդելու սերիալի ողջ կառուցվածքին։ Մերին բաց, պարզ ու կենսախինդ բնավորությամբ նոր լույս է բերելու Գոռի կյանքի մեջ, իսկ Գոռն էլ իր հերթին կդառնա նրա կյանքի սյունը։ Նրանց հարաբերություններն ապրելու են անցումային փուլեր, սկսած պատահական զրույցներից մինչև իրական սիրո խոստովանություն։ Սերիալում կտեսնենք նրանց սիրո զարգացումը հուզիչ պահերով, դժվարություններով ու երջանիկ վերամիավորումներով։ Հեռուստադիտողներին սպասվում է մի շարք իրադարձությունների շղթա, որտեղ բացահայտվելու են անցյալի գաղտնիքները, սրվելու են հարաբերություններն ու սերը նորից կանցնի տարբեր փորձությունների միջով։ «Վերջին զանգը» շարունակում է մնալ ամենադիտարժան սերիալներից մեկը իր բովանդակությամբ, դերասանների խաղով և սցենարային խորությամբ։ Իսկ մինչ կբացահայտվեն այս հետաքրքիր գաղտնիքները, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին դիտենք, թե ինչ է սպասվում հեռուստասերիալում։ Ամենագեղեցիկ ու դիտարժան կադրից դուրս իրավիճակները, որոնք տեղի են ունենում նկարահանման հրապարակում, հեռուստասերիալում իրադարձություններն անկանխատեսելի շրջադարձեր են տալիս։ Անգելինայի ու Հենրիի ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի նրանց բաժանեն, սակայն թե ինչ է թաքնված այս ամենի հետևում, դեռ պարզ չէ ոչ Աննային, ոչ էլ մնացածին։ Սակայն Բագրատն արդեն ինչ-որ բաներ կասկածում է, իսկ նա ձեռքերը ծալած հաստատ չի նստելու, և վերջապես շատ հետաքրքիր գաղտնիքներ հենց նա է բացահայտելու։ Իհարկե, Բագրատն էլ ունի իր ղեկավարը, ինչպես նա է նշում, բավական երիտասարդ։ Իսկ թե ով է նրա ղեկավարը և ինչ դեր ունի այս պատմության մեջ, և ինչու է որոշել Շախունցներին վնասել, կիմանաք շատ շուտով։ Ամենահետաքրքիր ու ինտրիգային բացահայտումները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալ է սպասվում։ Հենրիի կենսաբանական մայրը վերջապես հայտնվել է, և առաջին մարդը, ում փորձել է հանդիպել, դա Աննան է։ Նա նշանակել է ժամանակ, որպեսզի գա ու բացահայտի ողջ ճշմարտությունը։ Իհարկե, Աննան այս ամենին անտարբեր չի կարող մնալ, քանի որ նա Հենրիին իր հարազատ որդու նման է սիրում, և հենց առաջինը նա էր, ով կցանկանար, որ այս գաղտնիքը չբացահայտվեր։ Սակայն բոլոր գաղտնիքները մի օր, անկախ դրանց թաքցման պայմաններից, բացահայտվելու են, և սա էլ բացառություն չէ։ Եվ վերջապես Շախունցների
ընտանիքը կանգնելու է ընտրության առաջ, արդյոք կարող են նրանք բացատրել Հենրիին, թե ինչու են տարիներ առաջ խաբել նրան ու ասել, որ Աննան է նրա մայրը։ Եվ ինչ որոշում կընդունի այս ամենից հետո Հենրին, չէ՞ որ Հենրին էլ Աննայի նկատմամբ որդիական սիրով է լցված, և դժվար թե նա Աննային ամենադժվար պահին մենակ թողնի։ Բայց ինչպիսի որոշում կընդունի Հենրին, ցույց կտա ժամանակը։ Սպասենք զարգացումներին։ Հեռուստասերիալի դերասանական ու ստեղծագործական թիմի անդամները հեռուստադիտողների համար հետաքրքիր անակնկալներ են պատրաստել, որոնք շատ շուտով կլինեն եթերում։ Դե ինչ, միացեք մեզ, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները, նշենք, որ Բագրատի ղեկավարը, ով երիտասարդ է, կհայտնվի մոտակա սերիաներում ու իր հետ կբերի նոր ինտրիգներ ու զարգացումներ, հավանաբար դրանից հետո Աննան կհայտնվի հիվանդանոցում։